Բարև ձեզ։ Իրանի դեմ ուղղված Միացյալ Նահանգների և Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունները վերածվեցին տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ հասցրեց ոչ միայն Միացյալ Նահանգների ռազմաբազաների ու Իսրայելի տարածքին, այլև այն երկրներին, որոնք իրենց ցամաքային կամ օդային տարածքը տրամադրել էին Իրանի դեմ գործողությունների համար։ Պատերազմում արդեն ներգրավված է ավելի քան 10 երկիր, որոնցից Կանադան և Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել են Իրանի դեմ մղվող պատերազմում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ դաշինք կազմելու մասին։ Նախագահ Թրամփի կանխատեսումները գործողությունն ավարտել 5 օրում կարծես թե անիրական են, քանզի Իրանում վարչակազմն արագ տապալելու ծրագիրը ձախողվել է, իշխանական բուրգը չնայած կրած զգալի կորուստներին շարունակում է վերահսկել իրավիճակը, իսկ Հեղափոխությունների պահապանների կորպուսը ծանր ու զգալի հարվածներ է հասցնում դաշնակիցներին։ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի, դրա հանգուցալուծման հնարավոր սցենարների, մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա դրա ազդեցության մասին ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Բարև ձեզ տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումը կանխատեսելի և սպասված էր, ինչպես գիտենք, որովհետև դրա մասին դեռ նախորդ տարվանից նախագահ Թրամփը ընդհակույց հայտարարում էր։ Պատճառն, ինչպես նշվում էր, Իրանի միջուկային ծրագիրն էր։ Թեև Միացյալ Նահանգներ Իրան ոչ այնքան արդյունավետ բանակցություններին, վերջին փուլում փետրվարի 26-ին նախագահ Փեզեշքյանը հայտարարեց, որ միջուկային ծրագիրը չեն վերագործարկելու, որովհետև դա արգելում է իրենց հոգևոր առաջնորդը։ Սակայն ինչպես տեսանք, 2 օր անց Իսրայելը, ապա Միացյալ Նահանգները արդեն հարձակվեցին Իրանի վրա։ Որն է ի վերջո այս պատերազմի պատճառն ու իրական նպատակը։ Եկեք մի քանի ճշգրտում անենք։ Առաջինը, երբեք Իրանը նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել։ Այո, ուրանի հարստացման ծրագիր ունեն, բայց դա չի հակասում միջազգային պարտավորություններին, որը Իրանը ստանձնել է միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում։ Եվ ինչպես արդարացիորեն նշեցիք, հոգևոր առաջնորդի կողմից հատուկ կարգադրություն կամ հրահանգ կա, որը թույլ չի տալիս նրանց ավելի հարստացնելու, ինչը անհրաժեշտ է զենքի մակարդակի հասցնելու համար։ Այլ խնդիր է, որ տեխնիկապես հարստացման հնարավորություններ ունենալու պարագայում ցանկության դեպքում բնականաբար ինչ-որ ժամանակ հետո հնարավոր կլիներ զենքը ստանալ, բայց մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ միջուկային զենքի փաստարկը, որը 80-ական թվականներից Իսրայելի կողմից դաշտ է նետվում որպես սպառնալիք, դա ընդամենը այն քողն էր, որի ներքո հարձակումը փորձ էր արվում իրականացնել, իսկ բուն նպատակը Իրանի իրականում կազմաքանդումը և նրա հպատակեցումն է և նրա ռեսուրսային բազային տիրանալը։ Վերջի շրջանում Միացյալ Նահանգների ադմինիստրացիան զերծ է մնում այսպես գեղեցիկ ձևակերպումներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն սկզբունքներով իբրև թե առաջնորդվելու թեզերից, որը մշտապես եղել է այլ երկրներում ինտերվենցիա անելու փաստարկը, հիմնավորումը, եւ շատ բացեիբաց նշում էին, եւ այն պայմանները, որոնք իրենք նշում էին, բացարձակապես միջազգային որևէ նորմի չէր համապատասխանում, բայց նրա հանրագումարը բերում էր նրան, որ Իրանը պիտի կապիտուլացվի եւ բացարձակապես ենթակա կամ ստորադաս լինի Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին որպես Իսրայելի ամենամեծ կամ ամենահզոր բարեկամը տարածաշրջանում։ Եվ սա սպասվելի էր, այս գործողությունները, որովհետև մի քանի փորձեր արդեն արվել են եւ բացահայտվեց, որ Իրանը ունի բալիստիկ հրթիռների ունակություններ, որոնք անակնկալի բերեցին թե Իսրայելին, թե Միացյալ Նահանգներին անցյալ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ, եւ նաեւ ունի հնարավորություններ ու կարողություններ այդ իրենց ոսկեգմբեթը, որ ստեղծվել է որպես պաշտպանական վահան, դա խոցելու համար, այսինքն ցույց տվեց Իսրայելի խոցելիության աստիճանը։ Դրանից հետո փորձեր արվեցին այսպես ներքին ընդվզումներով
եւ դրսից ներմուծված զինյալների միջոցով ապակայունություն ստեղծել եւ ստիպելու իշխանություններին փաստացիորեն հեռանալու, որը եւս ձախողվեց, հունվարին մենք տեսանք, որ ձախողվեց, եւ դրանից հետո նրանք որդեգրեցին իրենց սովորական քաղաքականությունը, առերևույթ բանակցային գործընթաց տանել եւ ընդհատակյա փորձել կազմակերպել ի վերջո ներքին ընդվզումների հենքով արտաքին միջամտություն, որով փորձեն արդեն Իրանի իշխանություններին հեռացնել եւ դրա փոխարեն ունենալ դրածո իշխանություն, որի ներկայացուցիչը շահի որդին է, այնտեղ փորձանում արևմտյան, հատկապես ամերիկյան թեզերով առաջ տանել եւ հույս ունենալ, որ Իրանի ժողովուրդը պիտի հետևի իրեն։ Բայց մենք հասկանում ենք, որ դա բացարձակապես կապ չունի բուն այն նպատակների հետ, որով սա արվում է, ինչպես նշեցի, գնում է Մերձավոր Արևելքի վերաձևման, Իրանի որպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ցանկություններին հակադրվող ամենակարող ուժի ոչնչացման, վերացման եւ նաեւ իր կողմից աջակցվող բոլոր ընդդիմադիր խմբավորումների եւ կազմավորումների վերացման գործընթաց։ Տիկին Աղաջանյան, փաստացի հիմա ականատես ենք լինում, որ Միացյալ Նահանգների ծրագիրը այս պահին դեռ չի իրականանում, Իրանի վարչակազմը չի պատրաստվում զիջել, բանակը չի պատրաստվում զենքերը վայր դնել, ընդդիմադիր հատվածն էլ հեղափոխության դուրս չի գալիս փողոցներ։ Արտգործնախարար Արաղչին էլ օրերս հայտարարեց, որ կապիտուլյացիայի երբեք չի ենթարկվի Իրանը եւ կպայքարեն ինչպես նախորդ տարվա հունիսյան պատերազմի ժամանակ։ Այս դեպքում ինչ հանգուցալուծման սցենարներ եք տեսնում, որովհետեւ ինչպես տեսնում ենք նաեւ այս կամ այն կերպ այլ երկրներ, երրորդ երկրներ են ներքաշվում պատերազմի մեջ եւ վերահսկողությունից կարծես դուրս է գալիս։ Պիտի ասեմ, որ դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել, բայց այն, որ այլ երկրներ ներքաշված են եւ միտումնավոր ներքաշվել են, հատկապես արևմտյան կողմից, ինչի մասին կխոսեմ, դա միանշանակ է եւ Իրանը զգուշացրել էր, որ իրեն հարվածներ ստանալու պարագայում նա արձագանքելու ամերիկյան ռազմաբազաներին փոխադարձ հարվածներ հասցնելով եւ բնականաբար Իսրայելին հասցնելով։ Այս ժամանակահատվածը, որ նշում եմ, ընդ որում սա վերջի 6 ամիսը չէ, սա շատ ավելի տևական ժամանակ է։ Մենք տեսել ենք, թե Իսրայելի, այսպես ասած, հետախուզական եւ այլ կարողությունների ամրապնդում Արցախի օկուպացված տարածքներում, Ադրբեջանի ակտիվ համագործակցություն Իսրայելի հետ եւ զինում, մենք տեսել ենք վերջի շրջանում Ամերիկայի կողմից Ադրբեջանին այսպես նավեր կամ նավակներ տրամադրելու, որը Կասպից ծովում պիտի աշխատի որպես օժանդակություն տրամադրելու փաստը, մենք տեսել ենք Թուրքմենստանում համապատասխան արկայություններ, մենք վերջերս ականատես եղանք Վենսի այցի ժամանակ 20-ից ավելի բեռնատար ինքնաթիռների մուտք Հայաստան, Ադրբեջան եւ Թուրքմենստան եւ տարբեր վերլուծաբանների ու արտահոսած տեղեկատվության համաձայն հատուկ ջոկատայիններ են տեղվել բացի արկա այն ուժերից, որոնք կան, որոնք պետք է ըստ ծրագրի փաստացիորեն բազմավեկտոր հարված հասցնեն Իրանին, երբ պատեհ պահը գա, եւ մենք փաստացիորեն տեսնում ենք, որ այդպես ամբողջ պարագծով Իրանի փորձ է արվում սեղմել եւ դրա նաեւ մաս էր կազմում Պակիստան-Աֆղանստան վերջի զարգացումները, քանի որ ըստ տարբեր տվյալների 10,000-ից ավել ահաբեկիչ է տեղափոխվել Աֆղանստան Պակիստանի հետ սահման, որը պիտի փաստացիորեն օգտագործվեր Իրանի դեմ գործողությունների ժամանակ։ Այսինքն մենք խոսում ենք մի կողմից Իրաքի Քրդստանի մասում կուտակումներ, որտեղից ցամաքային, այսպես հարվածային ուժը պիտի աշխատի, մյուսը մենք տեսնում ենք Սիրիայի կողմից համապատասխան պատրաստություններ եւ այնտեղ արկա նախկին ահաբեկչական ներկայիս պետական կառավարման մարմիններ եւ նրանց ներքո գործող խմբավորումների մասնակցություն, մենք տեսնում ենք օդուժի միջոցով Իրանը ռմբակոծելու միջոցով ծնկի բերելու գործողություններ, բայց կարծում եմ արևմտյան ուժերը եւ Իսրայելը տվյալ դեպքում շատ սխալ հաշվարկ են կատարել, որովհետեւ իրենք հույս ունեին, որ այլ պետությունների նման, որոնք հիմնականում նյութական բարիքների հետևից են գնում, այսինքն այդ արևմտյան մտածելակերպից
բխող տրամաբանության, որ իրենք գլխատելով պետությունը պիտի փաստացիորեն հնազանդեցման ենթարկեն մնացած կառույցները, բայց մենք գործ ունենք առաջինը շատ հետաքրքիր ձևով կազմակերպված պետական կառավարման մեխանիզմի հետ, որտեղ նաև պաշտոնատար անձանց փոխարինման գործընթացը շատ հետաքրքիր եւ արագ ձևով է իրականացվում, այսինքն գլխատել չի ստացվում եւ որքանով ես հասկացել եմ տարբեր իրանագետների վերլուծություններից, նրանք 5-6-7 շերտով ունեն փոխարինողների համակարգ, շատ լավ իմանալով թե ինչի հետ գործ ունեն։ Եվ ամենակարևորը, որը կարծում եմ այստեղ ամերիկացիների եւ Իսրայելի սխալ հաշվարկներ, որ Ռամադանի ժամանակ հոգևոր առաջնորդին զոհաբերելն էր, որը նրան նահատակ է դարձնում եւ սրբացնում է արտեղից, բավականին մեծ հեղինակություն ուներ, այս պարագայում ոչ միայն սրբացնում է, այլև սա սրբազան պայքարի է վերածում ամբողջ գործընթացը եւ ես մեծ կասկածներ ունեմ, որ այս 40-օրյա սգի ընթացքում որևէ անդիմադիր տրամադրված անձ կհամարձակվի փողոց դուրս գալ ինչ-որ գործողություն անել, հաշվի առնելով, որ հիմա գնում է այդ համախմբման ժողովրդի ընդհանրապես ազգի միավորման եւ ընդհանուր գաղութատիրոջ դեմ պայքարելու գաղափարով ճակատի ձևավորում։ Հիմա կարծում եմ մենք առերեսվում ենք մի իրավիճակի, երբ կտեսնենք տևական ժամանակ գործողություններ եւ ես ենթադրում եմ, որ իրանական կողմը հաշվարկել է իր հարվածների ալիքները ըստ ուժգնացման, այսինքն մենք օրեցօր կտեսնենք ավելի ուժգնացող հարվածներ եւ կարծում եմ, որ նրանք առնվազն մեկ ամսյա հաշվարկ ունեն իրենց, առնվազն մեկ ամսյա հաշվարկ ունեն եւ այդ հաշվարկի մեջ էական մի քանի գործոններ կան, որոնք պիտի ստիպեն արևմտյան կողմին հետ քաշվելու իրենց ծրագրերից։ Իսրայելին բնականաբար վնասներ, կորուստներ հասցնելը դա քննարկման ենթակա չէ, էական է ամերիկյան բազաներին հարվածելը, որը ստիպելու է արաբական երկրներին մտածելու իրեն, այսինքն փորձ է անում ստիպելու, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց տարածքներում ամերիկյան զինուժ տեղակայելու եւ նրանց իրենց տարածքներից այլ երկրներին հարվածներ հասցնելու այդ արտոնությունից զրկել։ Մյուսը, որը արաբական երկրների համար շատ էական է, դա տնտեսական եկամուտներն են եւ այն վնասները, որ իրենք ստանում են, դա ստիպելու է իրենց, որպեսզի Ամերիկային պարտադրեն ինչ-որ միտեղ, լինի գումարային փոխհատուցման ձևով, լինի այլ, այսինքն մենք գիտենք, որ Թրամփը միշտ ինչ-որ ֆինանսական օգուտներ քաղելու տրամաբանությամբ է առաջնորդվում, դրա այդ տնտեսական ճգնաժամի վնասի գինը շատ ավելի բարձր է լինելու, քան ռազմական գործողությունները շարունակելը եւ Իրանին ծնկի բերելու գործողություններին հետամուտ լինելը, որը կստիպի արևմտյան կողմին, հատկապես Միացյալ Նահանգներին հետ քաշելու իր սպառազինությունները։ Դրանում էական դեր պիտի կատարի, ենթադրում եմ, Միացյալ Նահանգներում դժգոհությունների ալիքը թե բուն հարձակման փաստից, թե մահմեդական բնակչության բողոքի ալիքով եւ թե աճող նավթային գների եւ բենզինի գների ու դրա արդյունքում շղթայական այլ ուրեմն տնտեսական բացասական հետևանքների առումով եւ մյուս կողմից էլ ես ենթադրում եմ, որ այս շիա բնակչության ընդհանրապես աշխարհում շիա բնակչության դժգոհության ալիքը, որ մենք տեսանք տարբեր երկրներում եւ հատկապես Միացյալ Նահանգների ներկայացվածության դեմ ուղղված, լինի դեսպանություն, լինի ռազմաբազա եւ այլն, դա ենթադրում եմ գնալով աճելու է։ Այս ամեն բոլոր գործոնների համախումբը ստիպելու է հետ քաշվել, չնայած նրան, որ Իսրայելը բացարձակապես Իսրայել ասելով ի նկատի ունեմ Նեթանյահուն, բացարձակապես ցանկություն չունի դադարեցնելու ռազմական գործողությունները։ Տիկին Աղաջանյան, նաև անդրադառնանք մեր երկրին, ինչպես այս պատերազմը կանդրադառնա Հարավային Կովկասի, մասնավորապես իհարկե Հայաստանի վրա, որովհետև ինչպես տեսնում ենք, այն երկրները, որոնք ուղղակի մասնակցություն չունեն պատերազմին, միևնույն է դառնում են պատերազմի թատերաբեմ։ Հայաստանին ինչ վտանգներ է սպառնում, եթե կան այդպիսիք։
Վտանգներ բնականաբար կան, որովհետև Իրանը մեր հարևան բարեկամ երկիրն է եւ մեր աշխարհի հետ կապի ուղիներից մեկը եւ արդեն այսօր մենք սահմանային անցակետերում խնդիրներ ունենք բեռնափոխադրումների առումով թե դեպի Հայաստան, թե հակառակ ուղղությամբ։ Եթե մենք այդ տնտեսական վնասով միայն դուրս գանք այս իրավիճակից, դա մեծ բարեբախտություն կլինի։ Վատագույն զարգացումների պարագայում մենք կարող ենք տեսնել բազմահազարանոց փախստականների հոսք, որոնց շրջանում կարող են լինել եւ ներմուծված ահաբեկիչներ։ Մենք գիտենք, որ հարևան հատվածները հենց ազերի բնակչությամբ է, որոնցից ոմանք ակտիվ հարաբերություն ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ չի բացառում նրանց ներքո տարբեր ներթափանցումներ եւ ամենավատ սցենարը, եթե Հայաստանից ինչ-որ մի մասնակցություն լինի հակաիրանական գործողությանը, որը ստիպի իրանական կողմին հակադարձելու մեզ։ Կարծեմ Իրանի դեսպանը իր վերջի հարցազրույցում հստակ շեշտադրումներով նշել էր եւ իրենց կարմիր գծերը եւ իրենց ակնկալիքները մեր իշխանություններից եւ ես հույս ունենամ, որ այս ոչ իրենց ցանկալի սցենարով գնալու պարագայում մենք գոնե այդ ստիպողաբար այդ գործողություններին մասնակցելու ուրեմն պարտադրանքի տակ չենք հայտնվի։ Տիկին Աղաջանյան, այո, դեսպանը նաև իր խոսքում ասաց, որ Հայաստանի անվտանգությունը իրենց համար շատ կարևոր է, բայց այս համատեքստում նաև դիտարկենք Հայաստանի վերաբերմունքը Իրանին, որովհետև անընդհատ քննարկվում է այն հարցը, որ Հայաստանը չեզոք եւ նույնիսկ շատ անտարբեր է հարևանությամբ կատարվող ռազմական իրադարձություններին եւ իշխանության ներկայացուցիչները շարունակ պնդում են, որ կարևորը մեզ մոտ խաղաղությունն է եւ հարևանի տան պատերազմը որևէ կերպ չի կարող խաթարել մեր ներքին օրակարգը։ Վարչապետ Փաշինյանն էլ արդարության համար նշենք, որ միայն 2 օր անց ցավակցեց Իրանին հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ ասեք, այս վերաբերմունքը կարող է հետագայում որևէ կերպ անդրադառնալ բացասաբար իհարկե Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։ Գիտեք, եկեք տարբերակենք Հայաստանի, մասնավորապես Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն ու պահվածքը։ Հայաստանի իշխանությունները գտնվում են բացարձակապես արևմտյան թելադրանքի ներքո եւ իրենց պահվածքը հասկանալի է։ Ինչ որ միտեղ գոհ լինենք, որ իրենք ավելի վատ գործողությունների չեն գնում, իսկ ինչ վերաբերում է ցավակցություններին, իրենք երևի թե թույլտվություն ստացան այդ ցավակցությունները կամ իրավիճակը այնպիսին էր, որ արդեն հարվածի տակ ընկնելու խնդիր չկար, Ադրբեջանի արտգործնախարարը զանգել է եւ իրենք իրենց ցավակցությունը հայտնեցին։ Բնականաբար սա իր սև կետի պես մնալու է մեր պատմության եւ հարաբերությունների մեջ, սակայն կարծում եմ նույն իրանական իշխանությունները եւ ժողովուրդը շատ լավ տարանջատում է իշխանություն եւ ժողովուրդ վերաբերմունքը եւ ակնհայտորեն տեսնում է այդ տարբերությունը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Տիկին Աղաջանյան, ձեզ էլ շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։